Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 12 Եվ ինձ պիտի հայտնեմ նրան։ Հովհաննես ավետարան 14:21 Հիսուս Քրիստոսը յուրահատուկ կերպով է իրեն հայտնում իր ժողովրդին։ Այդ մասին վկայում է Սուրբ Գիրքը, եւ Աստծո զավակներից շատերը ևս կարող են հաստատել այդ ճշմարտությունը սեփական փորձով։ Նրանք տեսել են Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արտակարգ հայտնությունները, որոնք հնարավոր չէ փոխանցել մարդկային լեզվով։ Ականավոր սրբերի կենսագրություններում քիչ չեն դեպքերը, երբ Հիսուսին հաճույք է պատճառել առանձնահատուկ կերպով խոսել իրենց հոգիների հետ, հայտնելով սեփական անձի ապշեցուցիչ կողմերը։ Նրանց հոգիներն այնպիսի երանությամբ են լցվել, որ թվացել է, թե իրենք արդեն երկնքում են։ Ու թեև դա այդպես չի եղել, նրանք անշուշտ կանգնած են եղել դրա դարպասների մոտ, քան որ Քրիստոսի ժողովրդին հայտնվելու ժամանակ երկինքն է իջնում երկիր։ Իսկ դա արդեն դրախտի փոքր պատկերն է, հավիտենական երանության սկիզբը։ Քրիստոսի հայտնությունները սուրբ ազդեցություն են գործում հավատացյալի սրտի վրա։ Նման ազդեցության նշաններից մեկը խոնարհությունն է։ Եթե ինչ-որ մեկն ասում է, թե ունեցել է հատուկ հոգևոր կապեր եւ դրա պատճառով իրեն կարեւոր անձ է երևակայում, նա երբեք հանդիպում չի ունեցել Հիսուսի հետ։ Տերը տեսնում է խոնարհին, իսկ հպարտին հեռվից է ճանաչում։ Պարտադիր չէ, որ նա մոտենա հպարտներին, որպեսզի ճանաչի նրանց, եւ նա երբեք նրանց չի այցելի սիրո առաքելությամբ։ Սուրբ ազդեցության մեկ այլ նշան է երանությունը, քանի որ Աստծո ներկայությունը հավիտենական վայելք է։ Երանությանն անխուսափելիորեն հետևում է սրբությունը։ Սրբություն չունեցող մարդուն Աստված երբեք չի հայտնվել։ Ոմանք անդադար փոխարում են մեծ հայտնությունների մասին, բայց մենք չպետք է հավատանք ոչ մեկին, մինչև չտեսնենք, որ նրանց խոսքերի հետևում կանգնած են արարքները։ Մի խաբվեք, Աստված չի ծաղրվի։ Նա բարեհաճություն չի ցուցաբերի անօրենների հանդեպ, նա դուրս չի անի արդարին։ Այսպիսով գոյություն ունի Հիսուսին մոտ լինելու 3 նշան՝ խոնարհություն, երջանկություն եւ սրբություն։ Թող Տերը դրանք տա քեզ այս առավոտ։